Հերոս։ Բարձրաշենցի փոքրիկները Նարեկին ճանաչում են ու գիտեն, իրենց համագյուղացին հակառակորդի ուղղաթիռը խոցողն է։ Հերոսը նրանց ժամանակակիցն է ու ապրում է հենց իրենց կողքին։ Ով ազում Նարեկի նման տղա դառնա։ Ես։ Ես սաղել ուզում եմ։ Հակատանկային նռնական նետով ուղղաթիռ խոցած Նարեկ Մալխասյանի մասին գրեցին բոլոր թերթերը, կադրերը ցուցադրեցին բոլոր հեռուստաընկերությունները։ Նարեկը պաշտպանական դիրք բարձրացավ ապրիլի 1-ին, հենց իր ծննդյան օրը։ Տնից ծանրոց էր ստացել, հանգստի ժամանակ նշեցին, տոնականին հաջորդող օրը եղավ ճակատագրական ու բեկումնային։ Տնեցիք տորթ էին ուղարկել տնից, տենց ծնունդս նշեցինք մի թեթև տղեկով, դուրս եկա արդեն ուղղաթիռը մեր տարածքում էր, հենց մեր խրամատի վրա։ Հենց այդ պահին դիրքում հերթափոխ էր կատարվում։ Մեր դիրքի ավակն էլ այդ ժամանակ խրամատում էր, մեր մոտ չէր։ Հերթափոխն էր իրականացնել, իսկ այդ ժամանակ որ ես դուրս եկա, մնացել էինք մենակ 2 հոգով, այլ բան չկար անելու, միայն մի բան մնաց։ Հետո նռնական նետորդը վիրավորվեց ոտքից, օր անց միայն գնաց հոսպիտալ։ Այդ ընթացքում տնեցիներին մեկ անգամ չի որ խաբել է, սուտ, որի համար երբեք չի փոշմանում։ Խաբում էինք, մեր մոտ նորմալ է, մեր մոտ ոչ մի կրակոց բան չկա, դա մեր մոտ չի բան, բայց դե անհանգստությունը բնական է կար, էլի, ծնողան չի կար անհանգստություն չլինի։ Դժվար օրեր էին շատ, Աստված էլի հետ չբերի։ Ապրիլյան օրերի մասին խոսել Նարեկն առանձնապես չի սիրում։ Ամիսը սկսեց ուրախությամբ ու մեկ օր անց փոխվեց ամեն ինչ։ Հիշողության մեջ մնացին պատմություններ, որոնք տխուր են, սակայն պարտավորեցնող։ Պատերազմն էլ իր հետքերն է թողում, կորցրած ընկերներ, հիմնականում վատ հիշողություններ են լինում։ Երիտասարդն ապրումները փորձում է թաքցնել հոգու խորքում, բոլորին ժպտում է, փորձում է անհոգ երևալ, բայց նրա մայրը չի խաբվում, այնպես, ինչպես ամիսներ առաջ, ապրիլին, որդու հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Շատ ինքնամփոփ է դարձել ինքը, մտքերի մեջ, տխուր, չի խոսում, անդադ ասում Նարեկ ինչ-որ բան անհանգստացնում է, ինչ ա եղել, տեղա ցավում։ Պահեստազորի շարքային այս տարի կավարտի միջին մասնագիտական ուսումը, գինու տեխնոլոգիա, մտադիր է դառնալ զինվորական։ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանին նամակ էր գրել, խնդրել աջակցել այդ հարցում։ Վերջին փոփոխություններից հետո չգիտի, թե իր նամակը որ փուլում է։ Հիմա աշխատանք է փնտրում, դեռևս ապարդյուն։ Ապրիլից հետո շատ են եղել մարդիկ, ովքեր գործ են խոստացել, սակայն հետո մոռացվել է, բայց Նարեկը չի հանձնվում, գիտի, անհնար ոչինչ չկա։ Ուղղաթիռը խոցելուց հետո մեկ մասնագետ չէ, որ նշել է հակատանկային նռնական նետով ուղղաթիռ չեզոքացնելը ռազմական տեսության մեջ չի տեղավորվում։ Գրիգոր Հարությունյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։